Բարեզե, սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, արորթիներ, նորից ես եմ Ոսկերչյան Տիգրանը, երկու շաբաթ ընդմիջում եղավ, որտեղ հնարավորություն չունի եթեր դուրս գալու։ Այսօր մենք 30 րոպե կունենանք եթեր։ Զանգարեք բոլոր ձեզ ծանոթներին, ովքեր որ կան, ովքեր սպասում էին, անպայման այս հաղորդմանը ներկա լինեն, որտեղ կարևոր թեմաների շուրջ ենք մենք խոսելու, ավելի կարճ, հստակ, որտեղ այն հաղորդումներում շատ բաներ ասեցի, շատ ինչպես են ջուրը տաքացրեցի, եռացրեցի շատ եռած ջուրը, շատ սուր կտրուկ բաց այդ խոսակցությունները, որոնք պետք էին։ Պետք էին եւ որոշ ժամանակ էլ նաեւ դա պետք էր, ինչպես ասում են, մարսելու համար, որ մարդիկ նաեւ իրենց գիտակցության մեջ վերլուծեն այդ ամենը, ինչ որ բացահայտ ես խոսեցի եւ ասեցի։ Ոստի ամենասկզբից նամել ասեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ բոլոր այդ տեսագրությունները ես տեղադրել եմ YouTube-ում, ինչպես գրում Տիգրան Ոսկերչյան անունով գրում եք YouTube-ում, այնտեղ բացվում է։ Այնտեղ կա ցույցալեզելի մեկ ուրիշ Ոսկերչյանն կա գրված, բայց կնայեք Տիգրան Ոսկերչյանի վրա քլիկ կանեք, այնտեղ կբացի բոլոր տեսագրությունները եւ այնտեղ տեսագրել ես տեղադրել եմ նաեւ իմ նախկին բոլոր հաղորդումները, դեռ բոլոր չէ, բայց ամենասկզբի հաղորդումները, որոնք դեռ ունեցել եմ 2001 թվականից Եհովայի վկաների աղանդական կազմակերպությունների մասին խոսելու թեմաներից հաջորդաբար եւ Արմեն Մելիքյանի հետ խոսակցությունները, զրույցները 5 կտակարանի մասին կեղծարարության բացահայտումները, այդ 5 կտակարանի անջատումը նոր կտակարանից դրա պատռելը, կիսելը երկու հաղորդման ընթացքում, հաջորդաբար նաեւ իմ հաղորդումները, բացատրությունները եւ նաեւ յոգայի թեմայով, յոգայի առողջություն, որ ունեցել եմ 2002 եւ 2003 թվականներին, դրանք բոլորը տեղադրել եմ YouTube-ում, շարունակում տեղադրել եւ նաեւ ունեմ կայք Լուիս Հայությանի, այստեղ գրված է աջ մասում ներքևում ուղի եթերի հեռախոսի համարի տակ, կարմիր գույնով իմ ձեռքի հեռախոսի համարի կողքը www.luishayutyan.com Դա ավելավ եմ մտեք եւ այնտեղ կտեսնեք նույնիսկ տեղադրված բոլոր իմ հաղորդումները եւ էլի շատ հաղորդումներ նախկինում տեղադրված կայքը կբացվի վերջի տեղադրված տեսագրությունով եւ որ կբացվի Լուիս Հայության կտեսնեք սլաքը համակարգչի վրա որ ներքև է տանում նկարները այդպես կարող է ետ գնալ ներքև գնալ նախկինները նայելու համար մի 10 տեսագրություն կգնա հետո կանգ կառնի այնտեղ կտեսնեք ներքևի մասում ձախ մասում older posts այսինքն նախկին տեղադրվածները այդտեղ կլիկ կանեք նորից եւ նորից կթարթի էկրանը եւ այնտեղ նորից կարող եք շարունակել ետ գնալ ներքև գնալ էլի մի 10 հատ կգնա նորից կանգ կառնի նորից older post կլիկ եք անում նորից շարունակում եւ այնտեղ մեր հայրենակիցների լավ հայագետների պատմաբանների հաղորդումները մեկնաբանությունները այնտեղ շատ կան Ուստի ես առաջարկում ես խորհուրդ եմ տալ լսեք բոլոր այդ հաղորդումները, որոնք ես ունեցել եմ, որոնք այսօր նրանք նույնպես արդիական են եւ առօրյա եւ շատ կարեւոր նշանակություն են դրանց բացատրությունները, որպեսզի ինչպես ասում են, մեր գիտակցությունը, ձեր գիտակցությունը, տրամադրությունը թարմացնեք, նոր հունի մեջ մտնեք, որտեղ այսօրվա քաղաքականության ընթացքում պետք է շատ լավ արտանանանք բոլորս, շատ սթափ ու արթուն պետք է լինենք, որտեղ նաև պատրաստ լինենք սադրանքները կանխելու սադրանքներ սպասվում են չվախենակ այդ այլանդակները մարդու կերպարանքով այլանդակներ փչացածները պորնիկացիները նրանք ուզում են մեզ իրանց խելքով սյուրպրիզներ անել մենք իրանց սյուրպրիզ կանենք այսօրվա սյուրպրիզով ես հիմա կսկսեմ ուրեմն ամենաառաջինը սիրելի հայրենակիցներ ամենաառաջին ես ուզում ասել խոսակցությունները գնում են զրույցով մի քանի կարևոր բաներ կան բացատրելու անպայման զինանշանի մասին հաղորդումներ եթե նկատել եք բացատրություններ կան ստից խոսակցություններ են անում ամենակարևոր բանը չեն ասում ճիշտ է խոսում են որ այնտեղ փոփոխություններ կան առույցի բերանը փակ է արծիվի բերանը փակ է շղթա կա սուր այսպես այնպես նախ պետք է ասել այդ վիճակով ով է ներկայացրել այդ զինանշանը այդ տեսքով առույցի բերանով է փակել հայը չհավատակ Ես ասել եմ, որ կան հայախոս ջհուդներ, այլանդակներ, որոնք անգամ այդ խորհրդանիշների վրա դավադրություններ են կատարում, կապանքներ են դնում։ Խորհրդանշանները, սիմվոլները շատ կարևոր դաշտ են ստեղծում ազգի վրա, երկրի վրա, դրանք պատահական բաներ չեն։ Ոմանք խոսում են պես ցրելով, մի կողմ տանել իբր թե իբր դե ինչ կա որտեղ, բայց ոչ լուրջ բան եմ ասում։ Եթե դա կարևոր չլիներ, ապա այդ զինանշանի մասին խոսակցություններ չէին բացվի, եւ այնտեղ շղթա կապանք չէին դնի։ Առույցի բերանն էլ չէին փակի։ Փակել են առույցի բերանն ու արծիվի բերանն նրա համար, որպեսզի հայ ազգի բերանը փակվի։
Գիտեք, չէ, ժողովրդական խոսքով թուղթուգիր խոսք կա։ Թուղթուգիր հասկացողությունը կա, այդ մոգությունը, դա էլ է մոգություն։ Բայց կա սպիտակ մոգություն եւ սև մոգություն։ Այսինքն սառը ջուրը լցնեմ այդ սև մոգությունով զբաղվողների գլխին, որ միտումնավոր դիտավորել հայախոս ջհուդը, հայ ներկայանալով մեր զինանշանի վրա ոտքերի տակ արծիվի տակ շղթա են նկարել։ Այսինքն կապանք է դրել արծիվի ոտքերին, ներքևում, սուրին։ Արուծի բերանը փակելն է, որպեսզի չմռնչա, իր ձայնը հայ ազգը չբարձրացնի։ Արծիվի թևերն պետք է նախ բացել, որ արծիվի թևերը բացվեն։ Ուստի աղոթքով եմ ասում, Քրիստոսի Սուրբ խաչի սրով քանդվեն այդ կապանքները, քանդվեն շղթաները, արծիվի բերանը բացվի, արծիվի թևերը բացվեն, արծիվի ոտքերը ազատագրվեն, թևերը բացվեն, հայ ազգի բերանը բացվի, համարձակով վճռական արորդիների բերանը, համարձակ խոսակցությունը, համարձակ վճռական ամեն ինչը բացահայտ խոսելու, թող բացվի, որ աշխարհը թնդա, այդ այլանդակ խառնակիչների, մարդու կերպարանքով պոռնիկացիների ականջը զրնգա։ Արիականության ճշմարտության խոսքով այս մեկ ամենաառաջինը, որ զինանշանը պետք է անպայման վերական գնվի, այդ շղթաներն ու կապանքները պետք է հանվեն։ Ուրիշ ոչ մի խոսակցություն այստեղ չկա, թողել չերքեն ու չփորձեն ցրել այս կոմենկում։ Միանշանակ այդպես է։ Խորհրդանիշը ունի ազդեցություն էներգետիկա, ինչպես ասում են, նա իր աուրայով ազդում է ամբողջ ազգի վրա, պատական չի, որ հնուց եկել են այդ խորհրդանիշների գերբերի նշանակությունները։ Ուրեմն իմացեք, հայեր, այդ ուղղությամբ խոսեք, բարձրաձայնեք եւ ասեք, ապա մի հատ մեզ ներկայացրեք, ով է այդ վիճակով մեզ այդ նկարը ներկայացրեք, ով է հաստատել դա։ Մի հատ դրանց կներեք ռոժը ցույց տվեք, դրանց սիֆատը ցույց տվեք, դրանք հայ են թե հայեր չեն։ Մենք դա իրավունք ունենք, ասելուց ես դա իրավունքով եմ ասում, իրավունք ունեմ ասելու խոսելու այսպես։ Դա մեկ, առաջինը, եւ երկրորդը, սիրելի հայեր։ Եվ ամենակարևորը այդ կաբալա ասածը, որ կա այդ իրանց այդ այլանդակ գիտությունը, որ հայերից գողացան ու մոգություն սարքեցին հայերի գլխին ու մարդկանց գլխին։ Նրանց օրենքների մեջ հետևյալն է, ասվում ամենաառաջինը։ Գողանալով հայի գենը, խառնածինությամբ ամուսնանալով հայերի հետ, գոյերի հետ, արիների հետ, նրանք շատ լավ գիտեին, որ իրանք հիվանդ են, որ իրանք աննորմալ գեն ունեն, որ իրանք ցնդած են, շեղված են, նրանք մարդու կերպարանքով մոլախոտներ են։ Հիսուսի ասած մոլախոտներն են։ Ուստի նրանք միտումնավոր ամուսնանում են, օրենքներ կան, ես իմ նախկին տեսագրություններում ասել եմ, ամուսնացեք գոյերի առողջ կանանց հետ, որպեսզի մեզ առողջ սերունդ տան։ Տեսեք ինչ մտքեր ունենք, համ օգտվեն, էտել եմ ասել, օգտվեն ու հետո մեր դեմ աշխատեն ու մեր ժառանգներին վերցնում են, մեր երեխաներին վերցնում են, հետո իրան ջհուդական դաստիարակությամբ դաստիարակում են եւ հետո նորից մեր դեմ են հանում։ Դուք հասկանում եք ինչ են անում։ Այդ թուրքական բառը հիմա կասե, եթե հերոսացուցով չխոսա այդ գտարով այդ բառը։ Դուք ասեք, թե դա ինչ է նշանակում։ Այդպես են նրանք, այդ մի սառը երմանջուր իրանց գլխին լցնեն։ Դուք էլ լցրեք դրանց գլխին։ Դա տիեզերական դավադրություն է ու մեծ ուրացում ու նենգություն, ստորություն, քաղաքավարի բառերով եմ ասում։ Ոստի այդ դավադրության դեմ մենք իրավունք ունենք ամբողջ աշխարհով մենք դա բարձրաձայնելու ասելու, որտեղ մենք դա պարտավոր ենք, որտեղ մեր գենից օգտվել են եւ մեր դեմ, մեր գենից ծնված երեխաներին դաստիարակում են մեր դեմ, լավ իմացեք, շատ վաղուց են դա անում, որովհետեւ գիտեն որ այդ գենի ուղեղը հզոր է, ընդունակությունները, հզորությունը, որպես կռվող, որպես պայքարող, որպես ստեղծողարարող, իրենց համար արարում օգտագործում իրենց համար, որտեղ իրենք աշխատել չեն սիրում, իրանք չի պիտի աշխատեն, բայց բոլոր գոյերը, արիները պիտի իրենց համար աշխատեն, իրենց ծառայեն։ Այդ օրենքները կաբալայում ունեն։ Ասում են նրանց հետ ամուսնացեք եւ ասում են այսպես է գրված կաբալայում ձեզ է տրված իբր թե աստվածային կայացում լույսը բայց այդ լույսը տարածված է նաեւ մյուսների մեջ ուստի մենք նրանց պետք է սպանենք ոչնչացնենք որպեսզի այդ կայս լույսը միայն մեզ մնա նրանց հատ ինչ կաբալայում ինչպես օրենքներ ունեն այլ մյուս սառը ջուրն ու երմանջուրը ջուրը դրանց գլխին ջհուդներ ձերականներով լսեք ձեր օրենքները որ եկել որ ասում են չկա ոչինչ որ թաքուն արվի թաքուն արված բան որ չբացահայտվի այսպես է բացահայտվում Հիսուսի խոսքերն արհամարում եք դե հիմա լսեք ձեր ականջներով ին բերանից Հիսուսի խոսքերը
Ուրեմն տեսեք ինչ են, ուրեմն իմացեք այր եւ արտնացեք։ Մենք նրանց համաշխարհային դատի տիեզերական դատ է այստեղ բացվելու, լավ իմացեք։ Սա երկրային դատով չի վերջանալու։ Տիեզերական դատաստան է լինելու, որտեղ Հիսուսը նաև ասեց. դուք այդ մոլախոտը հնձել չեք կարող։ Թողեք միջև վերջ աճեն, միջև վերջ բացահայտվեն, ինչպես հիմա բացահայտվում են հայերեն խոսելով թուրք-արաբական շղթի դրախտիները հուփ են տվել, քանի գնում դուք զգում եք օրեցօր հերոստակայանները լկտի անում են։ Թուրքական կինոներ են ցույց տալի ABS-ով, 10.4 ալիքով։ Դուք զգում եք ինչ դավադրություն ունեն, դրանք հայեր չեն, այսպես են բացահայտվում, ծառը պտուղից են ճանաչում, պտուղները նայեք եւ հասկացեք ովքեր են դրանք։ US Armenian հետ Glendale Live-ը քանի գնում ավելի կատաղում են, գրեիք ու լկտի են իրենց պահում։ Եվ այդ ֆիլմերն են դնում, որպեսզի հայերին իրանց խելքով ներվայնացնեն, ջղայնա, որ հայերը վատ զգան։ Հեչ վատ չզգաք, ընդհակառակը հասկացեք, որ կատարվում է այն, որ աստողեք մինչև վերջ աճեն ու բացահայտվեն։ Մինչև վերջ իրենց լկտիությունը ցույց տան, որ տիեզերական դատաստան արդար լինի, որ սուխարի են դրանք դառնալու, վառվելու են տիեզերական ճառագայթներով, լավ իմացեք։ Բայց երբ ու ինչպես, թող գնան իրանց այդ սուտ լացի պատին գլուխները տան, այնքան տան մինչև հասկանան, թե դա երբ ու ոնց է լինելու։ Ես խորհուրդ եմ տալի նախորդ իրանց ուղիները հայկական ճիճուներից մաքրեն, հակահայկական ճիճուներից, հակաարիական այդ ворթերից մաքրվեն։ Էժան չեք պրծնելու, լավ իմացեք, դուք այնպեսի հանցանք եք արել, որ դուք արդեն զգում եք, որ դատաստանը մոտ է, դրամ էլ կատաղել են։ Ադրբեջանը կատաղել է, սադրանքներ է ստեղծում, Թուրքիայում այնտեղ գետի ավազան արաքսի ափին, ինչ տարածք են տալի, ավազան հանում, որ գետի հունը փոխվի, վարարի, ինչպեսի դավադրություններ են նախորդ պատրաստում, վռազում են, ափալ-թափալ շտապում են իրենց սև գործը, իբր թե իրենց վերջին չի ստացվի։ Պորնիկացիններ, փչացածներ, այլանդակներ, խառնակիչներ, թունավորիչներ, սադրիչներ, ժանտախտ ժողովուրդ, որոնց մասին ասել է Ցիցերոնը իր բերանով դեռ, Ցիցերոնն էր խոսում, հայտնի գիտնական մարդիկ, ինչի Ջորջ Վաշինգտոնն է ասել այ հետևյալ խոսքերը, ասեն, որ մի հատ լավ սարսուռ անցնի դրանց մարմնով։ Ջորջ Վաշինգտոնը լինելով մասոն, բայց նա իմանում որ դրանք ջհուդներն են ղեկավարում մասոնությանը, ասել է իր Մաքսիմները գրքում, ես ափսոսում եմ, որ այսպիսի հզոր երկրում ինչպես այս երկիրն է, ինչպես Միացյալ Նահանգները, մենք չկարողացանք խեղճացնել նրանց, այսինքն ջհուդներին, նրանց խեղճացնել, քանի որ դրանք բոլոր ժողովուրդների, բոլոր ազգերի դավադրիչներ ու ժանտախտ ժողովուրդ են, դրանք թունավորիչներ, խառնակիչներ են։ Ջորջ Վաշինգտոնի խոսքերն են։ Իսկ Բենջամին Ֆրանկլինն ասել է. Պարոնայք, եթե մենք խոսելով ջհուդների մասին, սահմանադրական կարգով, օրենքով, ջհուդներին այս երկրից չվտարենք 200 տարի հետո, նրանք կնստեն մեր գրասենյակներում, ձեռքերը այսպես կշփեն, ինչպես հիմա անում են ղեկավարներ դառած ամենուրեք աշխարհով մեկ։ Իսկ մեզ ազնիվ ամերիկացիներին եւ այլ գոյերին կաշխատացնեն պլանտացիաներ մեզ համար կաշխատացնեն։ Նորից եմ ասում, պարոնայք, եթե մենք այդ օրենքներով սահմանադրական կարգով դրանց չվտարենք երկրից, նրանք 200 տարի հետո մեր երեխաները կանիցեն մեր գերեզմանները։ Դա էլ ասել է Բենջամին Ֆրանկլինը, որևէ մեկը համարձակվել է սա բարձրաձայն ասել խոսել։ Ես տարին առաջ հեռախոսազանգերով ասել եմ այդ մասին, եթերով ասել եմ, որ մեկը միացավ ինձ այս խոսքերին Տիգրանը ճիշտ է ասում, այսպես ճշմարտություն կա։ Ազգայինի մասին մտածող պայքարողներ, դե հիմա դուք էլ վեկացեք, համարձակ խոսեք, լեզու դրեցի ձեր բերանը, ուրա ձեր տղամարդկությունը։ Եվ ես էլի կարևոր հանգամանքներ սիրելի հայրենակիցներ։ Խորհրդանշանների համար ասեցի, ալիքների համար, հերոստալիքների համար ասեցի, ինչպես կատաղել են։ Եվ հետո հիմա ասել հայրենակիցներ, նորից հիշեցնում, Լուիս Հայության կայքը կմտնեք www. Այնտեղ բոլոր իմ դրված խոսակցությունները կնայեք ու կլսեք։ Եվ համարձակով վճռական նաև կբարձրաձայնեք, բայց 5 տականի սուտ Աբրահամով նրանք իրանք ծրագիր էին մշակել Հայաստան ավիացիաձերքին տիրանալու։
Դրա մասին ասել եմ հիշեցնում եմ սրանք հզոր կրվաններ են, հզոր խորհուրդներ են, որոնց դրա վրա պետք է խփել, որ նրանք ջախջախվեն։ Դրանց բոլոր դավադրությունները ձախողվեն ու խափան, որ ինչպես հիմա խափանվում են։ Նրանց ականջները հիմա վառվում են, վնգստում են, երբ որ ես հիմա խոսում եմ։ Ես գիտեմ ինչ եմ խոսում, ինչ եմ ասում։ Եվ դուք միգուցե հասկացաք ես ով եմ, ով է իմ մեջ։ Ես դեռ չեմ բարձրաձայնում, թե ով է իմ մեջ, որ ես լեզուն դրել եմ բերանում։ Եվ զգում եք, որտեղ ես ընդմիջում եմ ուզում էլի որոշ ժամանակ ընդմիջում եմ ուզում տալ, բայց լսելով հաղորդումները, լսելով այդ կիսատ պարած բացատրությունները զինանշանի մասին եւ որոշ հարցերի մասին, ես անպայման անհրաժեշտ համարեցի լրացումներ կատարել, որ կիսատ պարած չմնա։ Իսկ այդ ֆոլաթթուն են մյուս են բաները, որ հարստացնում են, հենց ճակատներին ասեք, ինչու եք ալուրը տեն սպիտակացնում, ինչի սպիտակացրեցիք բոլոր վիտամինները հանեցիք, որ էքստրա սարքեք ու թանկ վաճառեք, հետո դատարկ ալուրը կրախմալ վաճառեք, հետո ասեք վնաս է տալի, հիմա մենք ավելացնում ենք, դա էլ է կոչվում թուրքերեն բառով այդ գպտարը, դա էլ է այդպիսի քաղաքականություն, զտեցին, մաքրեցին, հիմա էլ ասում ենք, իբր թե բարեգործ են ձևանում, ես հիմա մի այդ հարկանի հայույան կտայի ես ձեզ, առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյան և մյուս նախարարիկներ, տեղակալիկներ, որ խոսում եք միջազգային երկրներում այսպես այնպես գալաթ են արե, ամբողջ աշխարհին կրախմալ են կերակրում վատություն, դուք հայազգին եք վատություն անում, այսպես է պատրվում ձեր դիմակը, դե տղամարդիկ պաշտպանվեք հիմա տնանք ոնց պիտի խոսակ, Հայկաց Հուկասյանը ասեց, բավական է, եւ էլի մարդիկ են ասում, բավական է ցորենի թեփը չմաքրել, ցորենը թեփովել աղալ, բոլոր հարցերը լուծվում են առանց ավելնոր ծախսերի։ Առողջության մասին մտածող առողջապահության նախարարություն եւ մնացած նախարարություններ, որ հայախոս ջհուդներ եք բոլորդ էլ ջհուդներ եք հայախոս, հայերին վնասելու համար, աշխարհին վնասելու համար եք, եկել ու գրավել եք, հիմա մտածում եք, մենք ենք բոլորս այստեղ ենք, մտածում ենք, դավայ, հուպ տվեք, ապրիլի 24-ին հայերին սուրպրիզանանք միած ցեղասպանություն, մինչև ապրիլի 24-ը թունավորենք։ Կալիֆոռնիայի գինիների մեջ մկն դեղ են լցնում, դա էլ իմացեք, թունավորում են, ոչ մի գինի չխմեք։ Կալիֆոռնիայի բոլոր գինիների մեջ թույն են մկն դեղ են խառնում լցնում։ Տեսնում եք ինչպես ոգևորվել եմ, ինչպես համարձակ եմ դարձել։ Կռիվ է գնում մտքի, գաղափարի, ոգու, լավ հասկացեք։ Սկզբից աներևույթ աշխարհում են հաղթում, խոսքի ուժով են հաղթում, նոր հետո երկրվա նյութական աշխարհում։ Ուստի համարձակ երիտասարդական կազմակերպության երիտասարդներ։ Հովիկ Զիրակյանի նման չլնեք, գոռոզամիտ, մեծամիտ։ Հիշում եք դրա խոսելու ձևը, հայացքի աչքերի ձևը, ինչ գոռոզել։ Հիմա Ֆրանսիայում բանտում է գողության համար։ Չէինք իմանում։ Ուշադիր եղեք, արթուն եղեք, չի ներվելու ոչ մեկին, երկու լավի վրա խաղալը չի անցնելու, լավ իմացեք, ազգի մասին խոսացողներ, որ այսօր խոսում եք, միայն 20 ապրիլի հարյուրամյակ եք ասում, բայց մի հատ չեք ասում, միջազգային կառույցի ղեկավարներ, օտարների համատակ թաքնված ջհուդներ, մենք գիտեք դուք ովքեր եք։ Այդ որ դուք երկկողմանի կոչեր եք անում հայերին, Ադրբեջանին, եւ անգամ սպառնում եք, որ եթե հունիսի 1-ին հայերը մրցումների Եվրոպայի մրցումների ինչ գնան Բաքու, ապա օլիմպիական չեն կարող մասնակցեն։ Հայերին եք վախացնում, մեկը լեզու չունի ասի։ Մեզ եք վախացնում, փոխանակ Ադրբեջանը, որ մարդու իրավունքների ոտնահարում է, բոլորն ասում են, խախտում է այս, եւ այնտեղ մրցումներ եք անցկացնում, բարձրացնում եք ինձ մեզ, հատատա եք տալի, թե վախեցնում եք, եթե չգնաք, հեչել գնաք, հայեր ինքնասիրություն ունեցեք, իրավունք ունեք, ասեք մենք չենք գնում, դուք մեզ վախեցնում այսպիսի բաներ եք ասում, եթե դուք տենց արդարամիտ եք միջազգային կառույցներ, եթե այդքան արդարամտության մասին եք մտածում, չեք մասնակցի մրցումներին, ապա որ դուք այդ բացահայտ տեսնում եք Բաքուն, ոտնահարում են մարդու իրավունքները, այնտեղ մարդկանց բանտերն են դնում, դուք էլ ասում եք, ուրեմն կեղծավորություններ եք անում, որ խոսում եք իբր թե ուր է ձեր պատժամիջոցները։ Իրաք հազիվ մենակ ռմբակոծեք էլի, Սիրիան ռմբակոծեք, վրազ հայկական լեռնաշխարհը գրավել եք ուզում էլի։ Էտա ձեր տղամարդկությունը ջհուդա մասոններ, քաքլաններ, կներեք արտահայտությանս համար։ Եկել է ժամանակը դες լացացնելու են տիզերքից, լավ իմացեք։ Այդ ես եմ ասում ոսկերչյան Տիգրանը, ոսկի Տիգրանն եմ ես։ Եվ այս խոսքին բերանում Քրիստոսն է դրել, որ նրա փառքն ու զորությունը այսպես վկա են, որ ոչինչ թաքուն չի մնա, եկել է ժամանակը հնձելու,
հայր արտնասեք, արիներ արտնասեք եւ բոլորին արտնասեք։ Ով արթուն է ելեքեցեք, հետադարձի ճանապարհ բռնեք եւ բոլոր քնածներին արտնասրեք։ Մի ընկճվեք։ Այո, լսում եմ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Տիգրանի հետ կարող եմ խոսել։ Այո, խնդրեմ, լսում եմ։ Երանից էպես շատ մի քանի օքի գոնե այս քաղաքագետներից մեր Այդտենց քաղաքագետը չէ գտնի, չկա։ Ես քաղաքագետ չեմ, բոլոր քաղաքագետները իմաց սուտ են։ Դրանք բոլորը ծախված մասոններ են։ Շիֆիետ նկարվել է, ասենք Վարդան Կարապետյան, մյուսները, որին նահում է նկարում են իբր ցույց են տալիս, բայց չէ որ իրանք են ստորագրել։ Հիմա մի րոպե, մի լավ ասեցիք։ Այն Եսայան, այն մեկը որ կա կներեք որ ասում է ես շատ ներողություն։ Իսկ մենք ընտրում ենք այդ մարդկանց։ Նրանք ներկայացնում են այնպիսի մարդկանց, որ մենք ներողությունից մի կարևոր բան եմ լավ հիշեցրեցիք։ Տեսեք ինչպիսի մարդկանց են ներկայացնում են դեմքային շաշը։ Ինչ Եսայան էր ազգանուն է, որ խոսում է ես գլնդելի, ես ճարտարապետ եմ, ես հուսով եմ, որ ձեր երկու քվեներից մեկը ես կստանամ։ Այն որ խոսում է, դրա աչքերը շաշ աչքերը, որ նայում եք։ Ինքը մեղավոր չի, դա հիվանդ ուղեղով մարդ է։ Ինքը մեղավոր չի, ով է դրան առաջադրում։ Դուք մի հատ մտածեք, ովքեր են այդպիսի ուղեղով հիվանդ ուղեղով մարդուն առաջադրում։ Այդ մարդուն չմեղադրեք, առաջադրողն է մեղավոր, բայց այդպիսի հիվանդ ուղեղով մարդուն կառաջադրեն, աշկերուն եք նայեք այդ ինչպիսի մարդկանց են առաջադրում ընտրությունների։ Ես sense հատուկ եմ բաց խոսում, որ իրենք զգա որ փախնելու տեղ չունենան, որ կա մեկը որ չի թողնում ոչ մի փախուստ, ոչ մի խոս բաց չի թողնում ոչ մի առիթ։ Եվ դա պետք է վերջի պես մեկը լիներ թե չէ։ Մի հայ արորթի պետք է լիներ թե չէ։ Տիգրան անունով եւ Ոսկերչյան ազգանունով։ Դա պատահական չի։ Սիլայնակիցներ, հաղորդումը ավարտվում է, այսօր 30 րոպե եմ ընդամենը վերցրել։ Եթե ուզում եք ես նորից որ դες հանդիպեմ, ոգևորեմ, ելի շատ կարևոր բաներ ասեմ եւ դուք էլ արտենակ ինձ հովանավոր եք խնդրում եմ։ Խնդրելով նաեւ ոգեկոչում եմ։ Եթե դուք զգում եք այս պահանջն ու կարիքը, անպայման մի 5 րոպե հնարավորություն տալ նորից խոսելու, անպայման հովանավորություն ինձ արեք, որտեղ շատ կարևոր բաներ կան ձեզ հիշեցնելու, ուղղորդելու, ոգեկոչելու, ձեր միտքը սադրանքներից ինչպես սադրանքները կարողանաք հասկանալ, չվախենալ եւ ինչպես կանխել սադրանքները։ Լավագույն միջոցը սադրանքները կանխելու հենց այդ հավանական մեթոդները բարձրաձայնելն է եւ բոլորին լսել տալը։ Եվ նաև ինչպես ասի միջազգային կառույցներ, դուք այդքան արդարամիտ եք, որ խոսում եք Ամերիկայից գալիս եք Հայաստան, գալիս եք ցեղասպանություն, այո, ընդունում եք, ճանաչում եք, այդ հանգարց լավամարդ դարձան իրար հետևից վրա ճանաչում են։ Բայց մինչև հիմա ուր էիք։ Փափուկ բարձ եք մեր գլխի տակ դնում։ Մինչև վերջ չվստահեք դրանց, հայեր։ Դրանք այնպես քոքվածներն են, որ փափուկ բարձ են դնում, որ հա հեսա կճանաչեն։ 3-4 միլիոն կոտորածը միլիոն ու կես սարքեցին, 2 միլիոն դե միլիոն ու կես, հիմա 2.5 միլիոն ու կես են խոսում, որտեղ մի օր կես միլիոն կա հայտարարեն պաշտոնապես, դրան էլ չզարմանաք։ Իսկ այն որ ջհուդները հիմա խոսում հայտարարում են թե մենք իրար նույն ժողովուրդներն ենք, մենք շատ իրար նման ենք, ասենց զիբիլեք դուք ջհուդներ, պարազիտներ, դուք ոչինչով մեզ նման չեք, դուք հատուկ սապոնվում եք մեզ։ Որպեսզի մեզ վարկաբեկեք որ տարնեսկը որտեղ հայերն ու ջհուդները նույնն է որ նոր ցեղասպանություն լինի հայերի գլխին այդ ֆրիկը չի անցնի քոկվածներ բջերի ծնունդներ գիտեք չենք հասկանում ինչ եք անում ինչի համար եք սապոնվում մինչև հիմա ուր եք թե սապոնը մոռացել եք առանց սապոնի եք հա ձեր մարմինը քերում Ինչքան ասում եք սապոնվեք, հավելավան սապոնվելուց կամ մաքրվում են, կամ մի հատ ուրիշ տեղ են մտնում։ Մի մտեք ոչ մի տեղ, մաքրվեք ավելի լավ։ Ես բացի այսպես պետք է խոսեմ ես ձեզ հետ։ Պետք է մեկը ձեզ դաղեր թե չէ, մի արորթի, որտեղ արորթին իրավունք ունի ձեզ այսպես դատելու։ Ես իրավունք ունեմ ձեզ դատելու։ Որտեղ Քրիստոսի փառքին զորության համար եմ դա ասում։ Եվ նրա խոսքերի վկայության համար որ նա ասաց ու դուք արհամարեցիք նրան, որտեղ նա հայ արորթի է։ Նարորդի է, արևի որդի է, որ ջհուդ հայտարարեցին, ոչ մի թլպատում չի եղել, ոչ մի բան չի եղել, լրիվ ինք արորդի է արիական գիտություններ քարոզում։
Դե զանգերն արդեն պարզել ասել զանգելու բան չունեք, որտեվ ինչ զանգեք ասեք։ Ավելևի հերոստացույցով ասեք։ Հերոստակայաններին տղամարդեք դատի տվեք։ Ազգի մասին մտածողները, դա իրավունք այսպես կարող եք ասել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, դե ասում են ազատ խոսք է, նորը Գրիշա Սանդալյաններն էր խոսում, զանգեցին, բողոքեցին, բան չունեմ ասում, մարդը չի ուզում քաղաքականացնել, բայց դե եթե մենք չասենք, թեկուզ շնորհքով, որ դա դատի գործ է, ուրիշները պետք է ասեն, պարոն Գրիշա, հարգելի Սանդալյան, հարգելի Զատիկյան, որ խոսում էիք, չենք ուզում քաղաքականացնեք, չեք փախչի քաղաքականությունից, այլ գոնե պետք է ասեիք, այո, հաշվառով հանգամանքը, որ հայկական կոչված հերոսականներով հատուկ են դա անում, հայերին հատուկ վարկաբեկում են դա, դուք վախենում եք խոսել, ինձ կանչիկ ձեր կողքին նստացրեք, անենց խոսեմ, որ մի հատ միջազգային դատավոր, կնեք դատավոր, դրանք բոլորը դատավորներ են, այդ միջազգայիններն իրանք էլ են դրանք դատավորներ, լավ իմացեք, պադոշներ, որ իրանց հանգարց իրանք ձեր փողերը չկտրվեն, ձեր հաղորդումները ոնց կլինի, հանգարց մեզ կբողոք, թե ինչ եք խոսում, ինչ եք ասում, Ատենցեք դուք հայությունը պաշտպանում, հայրականությունը պաշտպանում հայրական 100-ամյակին մոտ։ Փոխանակ բերանները բացեք համարձակով վճռական, որ հենց հաշվառելով այս հոգեբանական այս դավադրությունը, հաշվառելով հայի կերպարը փչացնող այդ դիտավորությունը, հաշվառելով այս մոտեցման պայն այդ այլանդակ հումորները, որ հայի կերպարն է փչացնում, լեզու չունեք խոսալու, որ մենք դատ ենք տալ այդ հերոստականների տնօրեններին, որ նրանք այսինչ են անում, սա դատի գործ է։ Այստեղ դուք եք բացահայտվելու, բոլոր կեղծավոր հայացքոսներդ բացահայտվելու եք, բոլորդ, մեկ առ մեկ, առանց անուն ազգանուն տալու, ձեր պտուղներով ճանաչեք ծառը, սիրելի հայրենակիցներ, հաղորդումն ավարտում ենք, ոգևորվեք, սա պատահական չի եւ դեռ կլինի ինձ հովանավորեք, Լուիս Հայության կայքը մտեք, ուշադիր լսեք ամեն ինչ, ձեզ ողջամտություն, համարձակով վճռականություն, հաղթանակի ուժ զորություն, հայրորդի Քրիստոսով առաջ, Սուրբ Խաչով ձեզ հովանավորություն եւ առաջ, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն, 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 ամեն